Ուզում եմ այս փոքրիկ վլոգը թողնեմ այստեղ, մեկնաբանություններին եմ ձեր պատասխանում ծանրոցի, երևի թե վաղը կտեղադրեմ, երեխաների հետ մի քիչ զբաղված եմ ու հարմար չի լինում, շատ եմ զբաղված, ուզում եմ իմ մեծ խորին, են իր սրտե շնորհակալությունը հայտնել բոլորիցդ ծանրոցի վիդեոյի տակ, այդքան ջերմ, այդքան սրտացավ, այդքան լավ, ճիշտ մեկնաբանությունների համար։ Անչափ շնորհակալ եմ սիրելիներս, որ դուք այդքան լավն եք, անչափ ուրախ ու հպարտ եմ, որ ունեմ ձեզ պես հարազատ ընկերներ, որ իմ ալիքում եք, օգնեք ալիքի զարգացմանը, բաժանորդագրվեք, մի մոռացեք, լայքեք և տարածեք ալիքը, թողել ավելի շատանանք, այսպես ուզում եմ, որ իմ ալիքում ձեր նման մարդիկ շատ լինեն, ձեր նման անկեղծ, բարի կամեցող, ձեր նման սրտացավ, մեզ այսքան շատ սիրող ու կամեցող, լավը կամեցող մարդիկ, շատ օրհնել էիք իմ Աննա Քուրիկին, ինչի համար այո ամեն Աստված թող օրհնի իրեն, առողջություն տա, շատ շնորհակալ եմ բոլորիցդ ջերմ բարեմ աղթանքների համար, խոսքերս շնորհակալությունս անսահման է, որ դուք այդքան լավն եք, պատկերացրեք, որ սենց նույնիսկ հուզվում եմ ձեր այդքան լավ բառերի խոսքերի համար, այս ալիքը դրական ալիք է, այս ալիքը անկեղծ մաքուր ալիք է, ու միշտ տենց լինելու է անկեղծ մաքուր ու լավ ալիք, դրական մարդկանցով լցված, դրական էմոցիաներով լցված, կաշխատեմ ու կշարունակեմ ձեզ համար, դուք էլ մի մոռացեք, ձեր աջակցությունը ցույց տվեք ալիքին, լայքեք, գրեք ձեր մեկնաբանությունները, տարածեք, ինչու ոչ, թող շատանա, դա օգնում է իմ ալիքի զարգացմանը, տարածմանը և դա ինձ ոգևորում է, որ ես էլ ավելի ոգևորված նկարահանումներ կատարեմ, անչափ շնորհակալ եմ ես ձեզանից սիրտիկներս, անչափ գրկում եմ բոլորիդ, համբուրում եմ բոլորիդ, այդքան գեղեցիկ լավ խոսքերի համար, իմ ընտանիքին ուղղված, Աննա Քուրիկիս ուղղված, շատ շնորհակալ եմ, իր մեկնաբանությունը կարդալուց ես էլ հուզվեցի, որ գրել էր, որ Սոնայի ուրախությունից աչքերիցդ արցունքները գնում է սրտիկս, անչափ շնորհակալ եմ, ես էլ եմ հուզվել այդ քո գրածից, ես գիտեմ ու հասկանում եմ, որ եթե դու մեզ չսիրեիր, եթե դու Սոնայիս, Հովուլիս, ինձ, իմ ընտանիքին չսիրեիր, չկամենայիր ու ամենակարևորը անկեղծ ու մաքուր սրտով մեզ չընդունեիր, դու այս ամեն ինչը չէիր անի, ճիշտ է, դրանք երկրորդ, երրորդական բաներ են, նյութական բաները, բայց ես այն որ ամենակարևորն իմ համար գիտեմ, որ դու մեզ շատ սիրում ես, մեր հետ շատ անկեղծ ես, մեր հետ շատ մաքուր ես, մեր հետ շատ պարզ ու հարազատ ես, մեզ շատ սիրում ենք, մենք էլ քեզ սրտիկս, մի հուզվի, այդ ուրախությունը, որ ուզում էր Սոնային պարգևեր, մեզ պարգևեր, տեսար, ստացվեց, ինչպես միշտ, ինչպես շարունակական ստացվեց, ինչպես միշտ եղել է, սիրում ենք քեզ շատ, շնորհակալ ենք քեզ շատ, թող Աստված օրհնի, հազարապատիկնել, քեզ վերադարձնի, ամենակարևորը առողջ լինես դու և քո գեղեցիկ ընտանիքը, երեխաներդ, թոռներդ, անչափ շնորհակալ եմ ես էլ ձեզ բոլորիցդ, որ սիրում եք մեզ, որ գնահատում եք մեզ, որ մեր կյանքում կաք, որ օվկիանոսից այն կողմ ունենք ձեզպես լավ հարազատ բարեկամներ, դե ինչ, եկեք խոսքը շնորհակալության ավարտեմ, հետո էլի կմիանամ, եթե ոչ, այս փոքրիկ կարճ տեսանյութը կտեղադրեմ հատուկ ձեզ համար, թող մնա այստեղ, սիրում եմ բոլորիդ շատ, այս բարի լույս, դե բարևի, ուր ես գնում, պարտեզ, Սոնջան, ուր եք գնում, դպրոց ու պարտեզ, դպրոցի ու պարտեզի,
Չէ, պարտեզինը չէ, դպրոցի վերջին օրերն է, վերջին շաբաթը։ Դե բարևեք բոլորին, լավ օր մաղթեք, ձեզ էլ բարի օր։ Հələ եկեք մի հատ ձեզ սիրուն նկարեմ։ Կանգնեք հələ, հետ կանգնեք։ Այդ են սիրուն։ Դե հացիկը հանի բերանից է, թող։ Մի հատ նկար անեմ ձեզ։ Լույս, սիրելիներս, ինչպես եք, մի հատ արագ ասեցի գնումները ցույց տամ, Սոնայիս ու Հոբուլիսի չացրեցի եկա, լավաշ եմ վերցրել թարմո SCR-իներից, որ վերցնում եմ, ասել եմ գիտեք համով հացեր են, 2 հատ սրանից ու լավաշ, ստեղ վարունգ եմ վերցրել, ստեղ սենց թազա կարտոֆիլ ու կաբաչկա եմ դդլինգ եմ վերցրել, հավ եմ վերցրել ամբողջական, ստեղ էստես կարմիր աղացած պղպեղ եմ վերցրել, չունեի վերջացել էր կարմիրս, սենց բան եմ վերցրել, սենց բան, կեչուպ մանեզ, այդ կեչուպը երեխեքը հավանել էին, ամանների հեղուկ, կամ սա եմ վերցնում, կամ սանի տան, ուրիշ ոչինչ ես այսքան ժամանակ չեմ օգտագործել, միշտ կամ ֆերի եմ օգտագործել, կամ սանի տա, ու մի հատ սենց փոքրիկ բան վերցրեցի, ինքը 3 մասից է բաղկացած, շատ լավ բան է, նայեք, ինքը հասկացաք հեսա կտեսնեք ինչի համար է, ձվի համար, ձուն առանձնացնելու դեղնուցից, մեկ րոպե տեսնեմ, դե լցնում ենք այնտեղից էլ ձագարի միջով անցնում է, մի խոսքով սենց, մեջից չհելավ, մի րոպե, հեսա, սենց, ծափրին, ձագարը, ձուն կոտրելու համար է, սա էլ սետկան, այսինքն այս երկուսը տարբեր բաների համար էլ կարանք օգտագործենք, բայց նայեք, ձուն ջարդում ենք, դեղնուցը մնում է, սպիտակուցը գնաց, շատ լավ բան է, անջատեմ գնումներս տեղավորեմ, հաց պետք է պատրաստեմ, չգիտեմ, մտածում եմ կարտոֆիլ, կաբաչկա ու տենց հավի հետ ինչ-որ մի բան սենց համեմ ու տնեմ ջեռոցը, տեսնեմ ոնց կստացվի, առայժմ գնումները կատարեցինք եկանք, մի քիչ անց աղբերս եկավ, երեխեքին էր բերել, որ մնային, եղբորս երեխաները, 2 տղաները, այստեղ ցույց եմ տալիս, թե քեռին ինչ համով բաներ էր բերել երեխեքին, ինչպես միշտ, շատ ապրի քեռին, են որ չմտնի էլ, բայց պարտադիր բերում թողնում գնում է, նույնիսկ լինում է դեպքեր, որ հարևանի մոտ է թողնում գնում, միշտ են որ թեկուզ անցնի էլ պետք է երեխեքին ուշադրություն դարձնի գնա, այն սուրճը հարսիկս էր հատուկ իմ համար ուղարկել, որովհետև որ մնում էր մեր տանը չէր հավանը մեր սուրճերը, ապրեսոնաս, հարսիկս, այսպես, սենց քաղցր համով բաներ էր լիքը բերել, թողեց երեխեքին, սուրճ խմեց ինքը գնաց, ցույց տամ արագ թե ինչ էր բերել, այստեղ տեսնում եք քաղցրավենիքները, երեխաների սիրելի քաղցրներից է բերել քեռին ինչպես միշտ, ապրի քեռին, երեխեքս շատ սիրում են իրանց քեռին էլ, քեռակնոջն էլ, բոլորին էլ, բոլորից էլ շնորհակալ ենք, այսպես, այս համովությունները հեսա ես կտեղավորեմ, երեխեքը իրանց համար ժամանակ են անցկացնում, քաղցր բան վերցրին գնացին, Հովուլը ոգևորվել է, թող իրենք զբաղվեն, ես էլ հաց պատրաստեմ երեխաների համար։ Հավ եմ դնում ջեռոցը, համեմել եմ, կարմիր պղպեղ, մի փոքր սև պղպեղ, աղ, մի փոքրիկ բուսայուղ եմ արել, այսպես դնեմ ջեռոցը, երեխեքը հաց ուտեն, դրսում խաղում են, եղանակը տաքացավ, ես էլ հաց պատրաստեմ երեխեքի համար։ Ահա պատրաստ է, հեսա կդնեմ ջեռոցը, արագ կլինի, երեխեքս հաց կուտեն, աղբորս երեխեքը, տարբերություն չկա, բարի լույս սիրելիներս, ուզում եմ ցույց տամ, այսենց տաք, թարմը ու շատ համով մատնակաշներ են վերցրել, մեր մոտի այդ մատնակաշերը շատ համով են, սենց
սարջելկաներ եմ վերցրել, սենց, բանը, հա, իդեպ ասեմ, այս սարջելկաները շատ համով են, այդ սարջելկան եմ վերցրել, սա էլ սենց բանով, չեն, հա, այս նրբերշիկները, հələ տեսնեմ, նրբերշիկ, դելիկատես, հա, սրանք էլ են շատ համով են, սրանցից եմ վերցրել, այս հենց բան վերցրեց, Միկուլես, հա, Միք ջան, ստեղ կցի, ազիս, ստե աղբը, աղբորոս երեխու հետ եմ, Միկոյիս, այս յոգուրտներից կխմեն երեխեքը, նայեք իրանց ինչ են վերցրել, որ Սոնայի հետ վայելեն ինքը, Միշուլն ու Սոնան, իրանց էսենց, բան եմ վերցրել, վերնիշեր, հավի կրծքամիս վերցրեցի 2 հատ, այս լոխումից վերցրեց ամուսինս, Միկան այս սոկերից վերցրեց, սրանք շատ համով են, այս սոչնի այս սոկերը շատ համով են, մեկ էլ գազար են, մեկ էլ վերցրել են գազար, լավ գազարը շատ, այսքան էր Միք մեր առևտուրը, այսի սենց, Սոնան կգա, Սոնան դասի է, իրանք երեխեքը արձակուրդ են, Սոնային հələ դասի են գնում, իրանք իրանց համար սուրճի ամեն ինչ էլ ունեն, իրանք էլ են երեք քաղցր բերել, տունն էլ կար, քաղցր շատ չվերցրեցի, անջատեմ, կոֆե դնեմ խմենք, դուրսը տաք է հավեսը, հետո կմիանամ, ուզում եմ ցույց տամ սուրճս, հարսիկս ինձի հատուկ սուրճ է ուղարկել, որ ես սերով սուրճ խմեմ, ինքը չէր հավանեմ մեր մոտի սուրճերը, քանի որ իրոքից նայեք ստե, Սոնա ջան, տես որ ինձ սեր բռնեց, սերով սիրով կոֆե ես ուղարկել, այսպես դնեմ ու վայելեմ հարսիս ուղարկած համով կոֆեն, մեր տունն էինք անընդհատ խմում էինք, ինչ կոֆե ասես փորձեցինք, թե տուփով, թե այն որ ամենալավ կոֆեները, մեկը ինքը չհավանեց ու իրոք սեր չէր բռնում երեսին, ես էլ եմ սերով շատ սիրում, ու մի ձևի համնել են չէր, ասեց որ էթամ քեզի կոֆե կուղարկեմ, հələ նայեք ուղարկել է, սերով, համով վայելեմ, եկեք վայելենք, երեխեքին վերցրել եմ, եկել եմ այգի, գնացին խաղան, սղան, ուզեցին կան սղարաններ, հետո գնանք հովին վերցնենք ու գնանք տուն, մի տեղ նստեմ, թող իրանք է խաղան, նստեմ, երեխեքին թողեցի սղարանը, միշիս հետ նստած եմ, թող իրանք խաղան, բայց ահագին ժամանակ կա, որ վերցնենք հովուլին, շոկ է, բայց եսի հակել եմ վրայից, բայց դա ամեն դեպքում շատ շոկ չի, Ոյ, տեղից տեղ եմ տեղափոխվում, երեխեքը որոշեցին բոլորով միասին, մարզվում են, այդտեղ բաներ կա մարզվելու համար, ես էլ նստած եմ, այսպես, խաղան զբաղվեն իրանց համար, հելնենք գնանք տուն, հովուլիս վերցնենք, գնանք, որ հաց պատրաստեմ երեխեքին, կերակրեմ, իրենք իրենց համար կխաղան, ես էլ իմ գործերը կանեմ, այսպես, Սոնայցի լոնդրեցի, որովհետև ես ուր գնացի, արևը իմ հետևից եկավ, լավ էլ սազում է, կայլյա մի հատ էլ ես ունենամ, որ չվարվեմ արևից, իմ համար հանգստանում եմ,
Երեխեքը խաղում են, ես հանգստանում եմ։ Գնամ տուն մի հատ սուրճ կխմեմ, ցերեկվա սուրճս չեմ խմել։ Երեխեքի հետ այնքան զբաղված եմ լինում անցնում օրը, որ չեմ հասցնում նույնիսկ երբեմն սուրճը երեկել էի մոռացել, առավոտ եմ խմեմ մենակ սուրճս։ Երեք նորից մոռացել էի, ես իմ ցերեկվա սուրճը այսօր կետամ ոչինչ կխմեմ, երեկոյան անպայման բացը կլրացնեմ։ Մենք ավարտեցինք մեր զբոսանքը, երեխեքը իրանց խաղերը, մարզումները լավ ժամանակ անցկացրեցին։ Սիրուն է, չէ՞ մեր այգին։ Գնում ենք հիմա հովուլին վերցնենք, գնանք տուն։ Ոտքով քայլելով կգնանք հեսա հովից պարտեզից կվերցնենք ու կգնանք տուն։ Հետո էլի տեսնեմ որտեղ կհանդիպենք։ Լավ ժամանակ անցկացին երեխեքը, հիմա գնում ենք։ Ինչ, կկանջատեմ, այժմ կմիանամ։ Միկը։ Հա? Պապան չի եկե։ Եկեք։ Քերին քեզ։ Տվեց գնաց քերին հովուլին։ Հələ։ Հա, Մարսա, Մազայա։ Հա։ Եմ դեսա ու սրանից, Մարս, էսի ինչա։ Ոյ, քերին տվեց գնաց։ Մենք էլ գնումներ էինք կատարել տնտեսական, արեցինք եկանք երեխեքի հետ, հեսա արագ ցույց կտամ։ Սենց օճառ էինք վերցրել ձեռքի։ Այսպիսի ժավել, սենց հեղուկ, լվացքի, լավ, սրանք էլ ցույց չեմ տա։ Всё, այսքանը։ Հովն անցավ իր կոնֆետները ուտելու։ Մենք էլ անցնենք մեր գործերին։ Դե մի հատ ամանի մեջ լցրակ իր հովս։ Երեխաներին տարանք եկանք, բարի լույս ձեզ։ Հաց եմ վերցրել, սենց 2 հատ տակ մատնաքաշ, լավաշ տակ։ Այս լոբիից եմ վերցրել, թազա հելած, սրանք շատ համով են կտապակեմ, այստեղ պանիր եմ վերցրել, այստեղ բիբար, կանաչիներ, այստեղ վարունգ, լոլիկ, այսքանը կարտոֆիլ, մնացած բաներն էլ գնել էինք երեկ։ Բարի երեկո սիրելիներս, ինչպես տեսնում եք, արդեն նախապատրաստել եմ սոխ, լոլիկ, պղպեղ, լոբի, ընտիր լոբի, մատխաշ, շատ լավներ, մի հատ եմ որ թելու դախացած բան չկար, ուրեմն պատրաստելու եմ սոխորածով, սև և կարմիր պղպեղել եմ ավելացնելու, բիբարով և իհարկե վերջում ձվով, կանեմ սոխը, պղպեղն ու լոլիկը, հետո կավելացնեմ լոբին և կավելացնեմ կանաչին, ամենավերջում ձուն էլ ինչքան քանի հատ որ դուք կցանկանաք։ Եկեք ես մանրացնեմ սոխը, պղպեղը, հերթով ընթացքը ձեզ հետ կկիսվեմ։ Դե ինչ, եկեք անցնենք գործի, արագ հաց պատրաստեմ։ Ահա մանրացրեցի սոխը, հիմա տապակի մեջ ավելացնեմ բուսայուղ, ավելացրեցի տապակի մեջ բուսայուղ, վերցրել եմ տապակս, հիմա ավելացնեմ սոխը, թող տապակվի։ Թողում ենք սոխը տապակվի ու ավելացնենք արդեն նախապես կտրատած պղպեղը, քաղցր կանաչ բիբարը։ Արդեն մանրացրեցի կանաչ պղպեղը, սոխորածը լինի, սա էլ ավելացնեմ վրան։ Ավելացրեցի արդեն պղպեղը, չթողեցի շատ սոխը կարմրեր, հեսա միասին էլ մի քիչ կտապակվի, այսպես։ Թողենք սա էլ տապակվի, կտրատենք լոլիկը։ Մանրացրեցի լոլիկը, հիմա մի հատ տեսնեմ ինչ վիճակում է սոխորածս։ Ահա, ինչպես տեսնում եք,
արդեն կարմրեց, սոխնել, պղպեղնել տապակումը, այսպես, հիմա կավելացնենք լոլիկը, ավելացրեցի լոլիկը, նենց անուշ արդեն հույր է տարածվել խոհանոցում, ընտիր լինում է, ես այս տարբերակով շատ եմ լոբին սիրում, թողենք սա տապակվի, տափարիչը փակենք ու կրակը մի փոքր իջացնենք, թողենք թող լավ տապակվի, հետո նոր կավելացնենք լոբին, անջացրեցի համեմ, մենակ համեմ եմ ավելացնելու, եթե ունենակ ես չունեի սամիտ, եթե ունենում եմ ձեռքիս տակ սամիտ ու ռեհանել եմ թարմը վիճակում ավելացնում, այդպես էլ է շատ համեղ լինում, սա թողում եմ ամենավերջի համար, ավելացնում եմ կանաչին, հետո նոր ամենավերջում ձուն, հիմա տեսնեմ ինչ վիճակում է լոլիկի եփված վիճակը, նոր կավելացնեմ լոբին, կափարիչը բացեցի, որ չեք պատկերացնի ինչ անուշ հոտ է գալիս, ընտիր, ուղակի, այ հիմա արդեն կավելացնեմ, նայեք ստեղ, բաբույրը, չեմ կարող ափսոս փոխանցել, հիմա ավելացնեմ լոբին, թող մի փոքր մարմանդ այդ հենց կրակով էլ լոբին ես համեմունքները տապակվի վերջն իրեն վրա, ահա, լցրեցինք լոբին, անջատեմ մի հատ լավ խառնեմ ու համեմեմ կարմիր և սև պղպեղով շատ քիչ, աղի մասին դեք բնականաբար չենք մոռանում, եթե լոբին չենք խաշել աղով, ահա խառնեցի, համեմունքներն անեմ ու կափարիչը փակեմ, ավելացրեցի համեմունքները, աղ, կարմիր պղպեղ և սև պղպեղ, փակեմ, խառնեմ, փակեմ, թող մի քիչ տապակվի, ահա մի հատ էլ խառնեմ, ավելացնեմ կանաչին, նայեք ես համ գեղեցիկ է, համ համեղ է, անուշ բուրում է, չեք պատկերացնի ինչ անուշ հոտ է լցվել խոհանոցում, մնաց ավելացնենք ձուն և վերջ, ձուն ավելացրել եմ, 3 հատ եմ արել ընդամենը, շատ չեմ արել, քանի որ հենց ինքը կարող էի նույնիսկ չանել, հենց այդպես շատ համեղ է, բայց ձվովել ենք շատ սիրում, այս անգամ էլ այսպես, փակեմ թող եփվի ձուն, արդեն պատրաստ կլինի ձուն եփվի, ահա և վերջ, հեսա կփակեմ մի 2 րոպե էլ, սրտիկներս, բարի ախորժակ բոլորիդ, դե ինչպես հասկացաք, տեսքն էլ ընտիր, համն էլ անմահակա, համեցեք միասին վայելենք սրտիկներս, այս համեղությունը, պատրաստեք և անուշ արեք, անջատեմ արդեն և վերջ, այսքանը, սա էլ մեր այսօրվա համեղ ընթրիքը, շատ համեղ ընթրիքը,